Հայաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել ծնողական ժամ սահմանող իրավական նոր կարգավորումը։ Աշխատող ծնողներն այսուհետ իրավունք ունեն աշխատանքային օրվա ընթացքում բացակայել երեխայի խնամքի կամ կրթական հարցերով զբաղվելու համար։ Ըստ երեխաների թվի եւ առողջական վիճակի պետությունը սահմանել է օրական 30 րոպեից մինչև 1 ժամ տևողության պարտոնություն։ Գործատուն պարտավոր է անվերապահորեն բավարարել աշխատողի գրավոր դիմումը եւ ամբողջությամբ պահպանել նրա վարձատրությունը։ Անցյալ շաբաթ Հայաստան են ժամանել ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական IOCOM ընկերությունից, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ IOCOM-ի թիմն ու Հայաստանի կառավարության գործընկերներն ուսումնասիրել են թրիփի տեղանքը, երկաթգծի եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը եւ տարածաշրջանային ինտեգրմանը, նշված է դեսպանատան հայտարարությունում։ Թայվանը Հայաստանի քաղաքացիների համար ներդրել է էլեկտրոնային վիզաների համակարգ։ Երկրի արտգործնախարարության հյուպատոսական գործերի բյուրոն հուլիսի 7-ին ընդլայնել է էլեկտրոնային վիզաների ծրագիրը, ներառելով եւս 20 երկրի, որոնց թվում է նաեւ Հայաստանը։ Էլեկտրոնային վիզան ձևակերպվում է հատուկ առցանց հարթակի միջոցով։ Դիմորդները պետք է լրացնեն հայտը եւ վճարեն սահմանված պետական տուրքը։ Համակարգն ընդունում է Visa Mastercard եւ JSAB վճարային քարտերը, իսկ կանխիկ վճարման հնարավորություն նախատեսված չէ։ Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 6-ը։ Հայաստանում փոխվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ընթացակարգերը։ Թվայնացման գործընթացների շրջանակում ներդրվել են տվյալների ճշգրտության նոր մեխանիզմներ, ինչը դիմորդներին եւ նրանց ծնողներին ազատել է տարբեր գերատեսչություններից թղթային փաստաթղթեր հավաքելու անհրաժեշտությունից։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ քոլեջների ընդունելության ցուցանիշները տարեստարի բարելավվում են, գրանցելով ավելի քան 10% աճ։ Նրա խոսքով պետությունը շարունակում է խրախուսել տնտեսության համար գերակա ճանաչված ոլորտները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ շինարարությունը։ Այս ուղղություններով սովորողները ստանալու են 50,000 դրամ կրթաթոշակ։ Առաջին կուրսում այն տրամադրվում է բոլորին, անկախ ուսուցման ձևից, իսկ հետագայում միայն բարձր առաջադիմություն ցուցաբերողներին։ Կառավարության կողմից որոշ ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ շինարարության ոլորտները ճանաչվել են որպես տնտեսության համար գերակա ոլորտներ վերջին տարիներին եւ այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50,000 դրամի չափով կրթաթոշակ, ընդ որում առաջին կուրսում անկախ նրանից, թե ուսանողը ընդունվել է պետպատվերով, թե վճարովի համակարգում, բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակը, այնուհետև առաջին տարվա արդյունքները ամփոփելուց հետո ըստ իրենց առաջադիմության այն ուսանողներն որոնք ունեն բարձր առաջադիմություն, պահպանում են իրենց կրթաթոշակը, իսկ այն ուսանողները, որոնք չունեն այդ առաջադիմությունը, կրթաթոշակ չեն ստանում այնքան ժամանակ, քանի դեռ իրենց առաջադիմության ցուցանիշները չեն բարելավել։ Կիրակի հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում Վարդավառ 2026 տոնակատարությամբ պայմանավորված փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ եւ հարակից փողոցներ ժամը 07:00-ից 24:00 ներառյալ։ Հուլիսի 11-ից էլ ժամը 18:00-ից մինչև հուլիսի 12-ը ժամը 24:00 փակ կլինի Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Ստամբուլում իրավապահները ձերբակալել են սկուտար թաղամասի հայկական գերեզմանատան վրա հարձակման մեջ կասկածվողին։ Տղամարդուն բերման են ենթարկել միջադեպից 2 օր անց հուլիսի 9-ին։ Ըստ պաշտոնական տվյալների հանցագործը հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը ներխուժել է Սուրբ Կարապետ եկեղեցու տարածք։ Վանդալիզմի հետևանքով վնասվել է 6 տապանակար եւ գերեզմանատան աղբյուրը։ Ստամբուլի դատախազությունը կալանքի միջնորդությամբ դիմել է դատարան, սակայն հարձակման իրական դրդապատճառները դեռևս հստակեցված չեն։ Քննչական մարմինները պետք է պարզեն, արդյոք կասկածյալը գործել է միայնակ, թե սա եղել է նախապես ծրագրված հանցագործություն։ Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի Ազրակ ռազմաբազայի վրա։ Հորդանանի պետական լրատվական գործակալության տվյալներով Իրանի արձակած 8 հրթիռներ են ոչնչացվել։ Այս ամենի ֆոնին հարձակման է ենթարկվել Իրանի Քոնարակում գտնվող ռազմածովային բազան։ Հարվածն իրականացվել է կործանիչներով 2 փուլով։ Շիրազում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է իրանցի բարձրաստիճան զինվորական։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ հարձակման թիրախը եղել է Շիրազում գտնվող ԻՀՊԿ Բասիչ ստորաբաժանման հրամանատար բրիգադի գեներալ Իբրահիմ Մերտազվայ Նասբը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի, հայտարարել է Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նախագահը նախատեսում է օպերատիվ խորհրդակցություն անցկացնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ այսօր կեսօրին կամ կեսօրից հետո, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով մինչ այդ Պուտինը կարող է մասնակցել այլ միջոցառումների, որոնց մասին Կրեմլը լրացուցիչ կտեղեկացնի։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է ընդլայնել իր բուֆերային գոտին Ուկրաինայի հետ սահմանին, քանի որ Կիևը սրում է հակամարտությունը։ Նա հարց է ուղղել Սպիտակ տանը, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա ռուսական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու համար։ Сегодня со мной произошел несчастный случай. Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում հղիկինն ընկել է բազմաբնակարան շենքի 7-րդ հարկի պատուհանից եւ գրեթե չի տուժել։ Կինը երեխային չի կորցրել, հարվածի հետևանքով միայն սալջարդներ ունի։ Կինը պատմել է, որ գիշերը քունը չի տարել, որոշել է մաքրել պատուհանը, ինչի ժամանակ էլ սայթաքել ու մեջքով ընկել է պատուհանից։ Ребенок жив-здоров на 30-й неделе. У меня нет ни одного перелома. Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնը երկարաձգել է վտանգի նարնջագույն մակարդակը այս տարվա 9-րդ թայֆունի Բավիի վտանգի պատճառով։ Ուրբաթ առավոտյան ժամը 8-ի դրությամբ Բավի թայֆունի կենտրոնը գտնվել է Չինաստանի արևելքում գտնվող Չժեյցյան եւ Ֆուցզյան նահանգների միջև սահմանից մոտավորապես 1000 կիլոմետր հարավ-արևելք։ Քամու առավելագույն արագությունը հասնում է վայրկյանում 42 մետրի։ Մինչ այս թայֆունը արդեն հասցրել է բազմաթիվ մարդկանց վնաս պատճառել, անհետ կորել է 10 մարդ, վնասվել են բազմաթիվ տներ ու շենքեր, սակայն այսքանով թայֆունի հասցրած վտանգները չեն եզրափակվում։ Բնակիչներին Չինաստանի իշխանությունները խորհուրդ են տվել խուսափել լեռնային տարածքներից, գետահովիտներից եւ երկրաբանական վտանգների ենթարկված այլ վայրերից։ Իսպանիայի Անդալուսիա քաղաքում շոկի ալիքի ֆոնին մոլեգնում է տարածաշրջանի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհը։ Տեղական իշխանությունները հայտնել են 12 զոհի մասին, վիրավորների թիվը անհայտ է։ Կան լուրջ այրվածքներով հոսպիտալացվածներ։ Եվրոպական երկրներում տառապում են ռեկորդային շոկից։ Գերմանիայում արդեն 5000 մարդ է մահացել, Ֆրանսիայում բռնկվել է ավելի քան 300 հրդեհ, իսկ Գոլֆեշ ատոմակայանի ռեակտորը փակվել է ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով։ Ֆրանսիայի եւ Մարոկոյի հավաքականների միջև կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի հանդիպումը, որն ավարտվել է ֆրանսիացիների 2-0 հաշվով հաղթանակով, Եվրոպայի մի շարք խոշոր քաղաքներում վերածվել է զանգվածային անկարգությունների։ Խաղի ավարտից հետո անմիջապես փողոց դուրս եկած հազարավոր երկրպագուների անկարգություններին միջամտել են ոստիկանները։ Ամենաթեժը Լոնդոնում է եղել, որտեղ ֆուտբոլասերների միջև բախումների հետևանքով վիրավորվել է ոստիկանության ծառայող։ Իրավապահները ստիպված են եղել կիրառել հատուկ միջոցներ խառնաշփոթը ցրելու եւ կարգ ու կանոն հաստատելու համար։ Ֆրանսիական իշխանություններն էլ կանխած գալով հնարավոր լարվածությունը նախապես անվտանգության ուժեղացված միջոցառումներ էին ձեռնարկել։ Ողջ երկրում մոբիլիզացվել էր ավելի քան 20,000 ոստիկան, որոնցից 8,000-ը միայն Փարիզում։